միջոցառումը համարում ենք բացված։ Գիտեք, թե ինչ տոն եք մենք այսօր նշում ենք։ Դե իհարկե Վալենտին։ Արդեն շուրջ 16 տարի գոյություն ունի Սուրբ Վալենտինի տոնը եւ արդեն 4 տարի նշում են բոլոր երկրներում, մասնավորապես Արևմուտքում։ Վերջերս հիմնականում լայն արձագանք է ստացել երիտասարդների կողմից։ Իսկ հիմա լսենք, թե ինչ է պատմում լեգենդը։ Լեգենդը պատմում է, որ Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարներին, օգնում էր գրել նամակներ, տալիս էր ծաղիկներ երիտասարդ հասնացիներին, բայց այդ ժամանակ հռոմեական կայսրը արգելում էր զինվորներին սիրահարվել եւ ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինվորներին։ Կարող եք ասել, ինչու էր հռոմեական կայսրը արգելում զինվորներին սիրահարվել եւ ամուսնանալ։ Ըստ իս, եթե զինվորները սիրահարվեին, ապա կշեղվեին իրենց գործից ու այդքան հայրենանվեր գործ չէին անում։ Հիանալի էր։ Աստվածուհու շնորհիվ Աֆրոդիտը շտապում էր իր սիրելի Ադոնիսի մոտ։
Հանկարծ դիպչում է սպիտակ վարդերի փշերին և նրա ասվածային արյունը ներկում է վարդերը կարմիր գույնով։ Այժմ դուք գիտեք, թե ինչպես է առաջացել վարդերի պատմությունը։ Հայաստանում նույնպես տոնում են այս տոնը։ Սուրբ Սարգիսն է օգնությամբ շտապում հայ սիրահարների։ Այս օրը հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի երիտասարդների օգնության և սիրո տոնը։ Իսկ դրա նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, այն ակնկալիքով, որ երազում իրենց ապագա կինը կամ ամուսինը ջուր տայրեն։ Եթե երազում մատուցված ոսկուց է լինում, ասում են, որ ապագա ամուսինը շատ հարուստ է։ Եթե ասացի, եթե երազում մատուցված ջրի բաժակը ոսկուց է լինում, ասում են, որ նրա ապագա ամուսինը շատ հարուստ է լինում։ Եթե արծաթից է, միջին ունեցվածքի տեր, իսկ եթե պղնձից կամ կավից, ապա աղքատ։ Իսկ ջրի քանակությամբ են որոշվում են ապագա փեթացիկ ամուսին կամ հարսանցուքեն ապրելու տևողությունը։ Ամենատարածված արարողությունը կառուցված է ծիսական գլխավոր ուրբաթ երեկոյան տանտիրուհիները, հատկապես տարեցները վերցնում էին սկուտեղը, որան մանր մաղով հողին շարմախում, մամեր կամ կանթեղ վառում ու դնում դռան ետևը, կամ դուռը բաց տան մեջ, աստղերի տակ, շատ դեպքում նաև եկեղեցու մոտ, հուսալավ Սուրբ Սարգիսը կայցելի և ձիուպայտի հետքը թողի փոխինձի վրա։ Մեծ երջանկություն էր, երբ նրանք առավոտյան ուշադիր ստուգում ու գտնում էին պայտի հետքը փոխինձի վրա և ըստ այժմ գուշակում, որ արժանի կլինեն դրախտին։ Նիդերլանդներում կազմակերպի ծաղկի այդում։ Ասում եք, որքան ծաղիկներ վաճառվեն այդ օրը, հիմնականում կարմիր և սպիտակ վարդեր։ Հայաստանում հիմնականում տղաներն են նվերներ պատրաստում, իսկ Ճապոնիայում միայն կանայք են նվերներ մատուցում և իհարկե սիրո խոստովանություն։ Իսկ բրիտանացիները սիրային բացիկներ են ուղարկում ոչ միայն իրենց սիրելիների և ընտանիքի անդամներին, այլ նաև իրենց ընտանի կենդանիներին։ Այս տարի ամերիկացիները Սուրբ Վալենտինի տոնին կծախսեն $15 միլիարդ, ըստ Big Research ընկերության, իսկ անցած տարի այս օրը գնել են 24,000 վարդ 1 րոպեում։ Կազմավորված դառնում են ընկերուհի մինչև մյուս Վալենտինի տոնը։ Այս տոնը հաճախ մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք չթաքցնենք մեր զգացմունքները, չէ՞ որ նրանք մեզ միայն ուրախություն են պատճառում։ Վալենտինի տոնն առավել տարածված է Մաղրիբի երկրներում, ինչպես նաև Լիբանանում ու Սիրիայում։ Խանութներում վաճառում են այս տոնը խորհրդանշող իրեր, այլև մարդիկ զարդարում են խանութները, տները, Սուրբ Վալենտինի օրը խորհրդանշող ամենագլխավոր իրերով, սրտիկներով։ Ճապոնիայում այս օրվա ամենատարածված նվերը շոկոլադն է։ Ֆրանսիացիներն այս օրը նախընտրում են թանկարժեք քարեր ու նվեր ստանալ։ Իսկ չափազանց ռոմանտիկ Դանիայում մարդիկ իրար չորացած ծաղիկներ են ուղարկում։ Հուսով ենք այս տարեկրթ այժմ բոլորս, որպեսզի էլ ավելի աշխուժանանք, կխաղանք մի շատ հետաքրքիր և ինչու՞ չէ նաև շատ զվարճալի մի խաղ։ Դրա համար կխնդրենք, որ 6 տղա մոտենան այստեղ։